նպատակն է հրապարակում այստեղ հավաքել հանրապետությունում առկա բոլոր տեսակետները այս հարցերի շուրջ։ Ով ինչ կարծիք ունի, թող գա եւ արտահայտի բարձրաձայն հենց այս հրապարակում։ Այստեղ լսվում են բոլոր կարծիքները։ Հաշվի են առնվում բոլոր կարծիքները։ Սղագրվում է եւ վերջում այդ հաշվի առնելով բոլոր կարծիքները կկազմվի յուրաքանչյուր բնակավարում հայեցակարգ։ Դա անում ենք մենք երիտասարդներս։ Հիմա այսօր մի շարք քննարկումների արդյունքում որոշեցինք կազմակերպել քաղաքացիական ֆորումի ռազմավարությունը թեմայով քննարկում։ Այստեղ գտնվում են մարդիկ, ովքեր ունեն տարբեր տեսակետներ քաղաքացիական ֆորումի ռազմավարության վերաբերյալ, թե ինչ ճանապարհով պետք է գնա ֆորումը։ Պարոն Ժիրայր Սեֆիլյանը, Սարդարապատ շարժման համակարգող, Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյան եւ կարծում եմ իր կարծիքը կհայտնի Հայկական ժամանակ թերթի խմբագիր ՀԱԿ շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը։ Խնդրում եմ այսպես, ֆորմատը հետևյալ կերպ է։ Յուրաքանչյուրը հայտնում է իր կարծիքը, իր տեսակետը ֆորումի ընթացքի նպատակների եւ հասանելի արդյունքների վերաբերյալ, ինչ արդյունքներ է ակնկալում ֆորումից։ Դրանից հետո տեղի կունենա քննարկում։ Քննարկմանը կմասնակցեն բոլորը, հարց ու պատասխանները, յուրաքանչյուր այլ թեմայով խոսակցություններ խնդրում եմ բացառել։ Եկեք սկսենք, շատ չերկարացնենք, պարոն Մանուչարյան, նախաբան որպես եւ ձեր կարծիքը։ Կարող եմ, չէ, բաճկանը վստահ։ Ես լագորական կորպուսից շատ եմ վախել, մի բան հարցնում եմ, ինչ բան։ Լավ, ուրեմն բարձր չկար։ Նստած ավելի հարմար է։ Չէ, միգապոնի պետք չէ, ոչ։ Դե լավ, նստած։ Ուրեմն երկու ֆունդամենտալ խնդիր կա։ Այս համաժողովրդական շարժումը հանրապետությունում, որ սկիզբ արավ 2007-ին, իսկ սկիզբ արավ այն ժամանակ, երբ որ հանրապետությունը ամբողջ սարսափելի վհատված վիճակում էր։ Կոպիտ սխալները քաղաքական ուժերի դրան նախորդող շրջանում, երբ պարլամենտական ընտրությունների կապակցությամբ չկարողացան միավորվեն, ընդհանուր տեսակետ հայտնեն եւ այլը, եւ ըստ էության ժողովուրդը սարսափելի պարտություն կրեց քաղաքական իմաստով, խնդիրը ոչ թե ընտրություններն էր, այլ այն, որ երկրում հաստատվեց արդեն անվերահսկելի եւ շատ ուժեղ մի համակարգ, որը, ասենք, չէր երևում, թե ինչպես դրա դեմ պայքարել։ Եվ դա անմարդկային էր, մեզ ոչ հարիր, մեզ հետ որևէ կապ չունեցող այդպիսի համակարգ, որը փաստորեն ստրկացրեց բոլորին։ Ոչ միայն նրանց, ովքեր չքավոր են, չունեցող են եւ այլն, այլև այդ համակարգի տերերին, որտեղ նրանք էլ այլասերված դարձան մի լրիվ ուրիշ մարդ, լրիվ ուրիշ կերպար, շատ-շատերը ուրիշ են եղել դրանից 10 տարի առաջ, 5 տարի առաջ, 3 տարի առաջ։ Հիմա խնդիրը մեկն էր, որ այդ վիճակից պետք է դուրս գալ եւ շատ կարեւոր էր, որ 2007-ից սկիզբ առավ մի գործընթաց, համաժողովրդական շարժում փաստորեն, որը անկախ գործող անձիկից, ով ինչ դեր, ինչպես կատարեց եւ այլը, ժողովրդին բարձրացրեց, այսպես հաստատելու համար մի նոր կյանք, նոր հնարավորություններ, այդ նոր կյանքը հասկանալ եւ հաստատել։ Հիմա, թե ինչ եղավ այդ տարիների ընթացքում, ինչը հաջողվեց, ինչը չհաջողվեց, ունենք եւ նվաճումներ, այդ ընթացքում շատ բան հասկացել ենք, շատ կարող մարդիկ են դասիրակվել, ոգի է մի նոր դասիրակվել եւ այլ, այս ամեն ինչը այն է ինչ նվաճումներն է, մյուս կողմից դեռ կյանքը չենք փոխել, դեռ շարունակում ենք ապրել այն վիճակում, որում ուրեմն գոյատևել ենք այդ տարիներ շարունակ։ Հիմա երկու բան պետք է կարողանանք հասկանանք, թե ինչպես անել։ Մեկը ինչ կյանք ենք ուզում հաստատել, որովհետև այդ կյանքը, որ հա մտածում ենք, ասենք թե մեկ թվում է, թե այ փողը չի հերիքում, մանավանդ Հայաստանով որտեղ շարժվում ես, աչքի առաջ գալիս է փող, որ այս ինչքան գիտեմ Թումանյան փողոցը, հատուկ ընտրված է Թումանյան փողոցը, հայկական ոգու այդ արժեհամակարգի կրող մի խորհրդանիշ Թումանյան փողոցը, վրան ամբողջը կրված է փող, որ իմանանք իրենց համակարգն է, այդ մեզ խորտ աշխարհի համակարգն է, ստեղել են հաստատվել։ Հիմա այդ մի բանն է, թե ինչ է կենտրոնում
ինչ ենք ուզում ստանալ, մենք ուզում ենք ինչ մարդ լինել, որտեղ շարժվել, ինչով շարժվել, ինչն է վերև, ինչն է ներքև, ինչն է լուսավոր, ինչն է խավար, այդ ամեն ինչը մոռացվել է։ Առաջ երեխաներին մուլտիպլիկացիոն ֆիլմից սկսած, տատիկի եւ մոր բարուրի մոտ երգից եւ հեքիաթների պատմածից սկսած, այդ աշխարհը բացատրվում էր։ Հիմա համարյա ոչինչ չի մնացել։ Եվ ինչ որ կա նաև դրա հակառակն է ճիշտ, այսինքն մարդիկ լրիվ ապակողնորոշված են։ Այս իմաստով սա ֆունդամենտալ խոսակցություն է, որը մենք չենք վարում։ Ընդհանրապես չկա։ Այսինքն մեր քաղաքական շարժումը 2007-ից սկսած, դրա 1-2 գծերը նշելուց բացի, ըստ էության չունի այդ պատկերացումը, չենք հասկանում, ինչ ենք ուզում, ինչից է այս մեր սաղ տառապանքը։ Այն որ դեղատոմսեր դուրս են գրում, ասում ենք այդ տնտեսությունում այս հարցը լուծվի, անվտանգությունում, պաշտպանությունում, արդյոք դա ապահովելու է կյանքի փոփոխությունը, թե ինչ որ մի ուրիշ գաղտնիք կա, որը չենք հայտնաբերել, որտեղ վերջի վերջո այս տարիների ընթացքում բազմաթիվ լավ մարդիկ հայտնվել են պետական համակարգում, բազմաթիվ ազնիվ մարդիկ, բայց նրանց էլ խժռել տարել է այդ համակարգը, եւ այդ համակարգը խժռել է երկու իմաստով, լավագույն իմաստով սպանել է, վատագույն իմաստով սպանել է հոգեբանորեն, այսինքն այդ մարդը մնացել է, բայց դարձել է ստորության իշխան։ Հիմա ինչ է կատարվում, ինչի է այսպիսի վիճակ։ Մի ֆունդամենտալ հարցը սա է, եւ որի պատասխանը մինչեւ այսօր տրված չէ։ Եվ ես ասենք թե կշտաբում եմ մեզ բոլորիս, որ այդ խոսակցությունը շատ կարեւոր է, կարողանանք խոսել եւ մարդիկ հասկանան ինչ է մեր կյանքը, ինչն է մեր նպատակը, որն է մեր ուղին ընդհանուր առմամբ, ոչ թե տնտեսության, ուրեմն չնայած այդ հարցերն էլ կարեւոր են։ Ընդհանուր պատասխանից հետո գալիս է բոլոր հարցերի պատասխանը անխոս։ Երկրորդը, ասենք հասկացանք ինչ ենք ուզում, ինչպես դրան հասնենք, ինչպես կազմակերպենք։ Սա երկրորդ խումբ հարցերն են, որովհետև ինչ կատարվում է, իսկ եղավ բավականին շատ բան, օրինակ ես ասեմ, որ այս վերջի 4 տարում ինչ որ կատարելիությամբ իրականացվեց են, ինչ որ Հայաստանի քաղաքական մշակույթում կար։ Կոպիտ ասած այդ մշակույթում հետևյալն էր։ Հավաքում ենք ուրեմն մարդիկ, այդ մարդիկ հնարավորինս շատ են դառնում, հետո տեղի ունենում ապստամբության նման մի բան։ Այսինքն այդ ժողովրդի ուժը ստիպում է իշխանությանը կամ հեռանալ, կամ փոխել քաղաքականությունը իր մեջ կատարել փոփոխություններ եւ այլ եւ այլն։ Ուրեմն այս վերջի 20 տարում դա եղել է հիմնական մեթոդը։ Իհարկե հարստացվեց նոր հանգամանքներով, պարագաներով եւ այլն, բայց չբերեց հաղթանակի։ Այդ իմաստով որ մենք կյանքը չենք փոխել, անգամ եթե վաղը այս իշխանությունը հեռանա եւ ձևավորվի նոր իշխանություն, մենք այդ իշխանության որակները եւ երկրի որակները տեսնելուց հետո պետք է ասենք, հաղթեցինք թե հերթական անգամ պարտվեցինք։ Հիմա, բայց սենց մի բայց կա, շատ կարևոր։ Այդ եթե մենք հասկանում ենք ինչ է մեզ պետք է կյանքի իմաստով ամբողջական, նաև ոնց պետք է կազմակերպենք, մենք իշխանությունը կարող ենք հաստատենք այն ինչ որ պետք է։ Երբ կազմակերպենք այնպես ինչպես պետք է եւ գնանք այն ճանապարհով, որը պետք է, անգամ մինչեւ ֆորմալ իշխանությունը ձևավորելը։ Այսինքն իրական իշխանությունը ձեռք բերելու, վերցնելու ճանապարհ կա։ Եվ այդ ճանապարհը մեզ համար շատ կարևոր է հիմա հասկանալ եւ հաստատել։ Այսինքն կոպիտ ասած, այս հրապարակից կարելի է ղեկավարել ամբողջ հանրապետությունը, բոլոր պետական ացիաները կատարեն հրապարակի կամքը, եթե ճիշտ ձևով այդ ամեն ինչը կազմակերպել։ Եվ այսպես է, էլի, այս հրապարակից է ծնվել նոր Հայաստանը, ծնվել մեր հիմնական շարժումը, որի բաղկացուցիչ մասն եմ ես համարում նաև այն ինչ որ 2007-ից շարունակվեց, բարբերաբար շարունակվելով ընթանում է մեր ժողովուրդը եւ այստեղ այսպես է։ Ուրեմն հրապարակից է սկսվել, հրապարակը շատ լուրջ սիմվոլ է, շատ լուրջ այսպես հոգևոր կենտրոն հանրապետության եւ որպես այդպեսին իրավունքը ունի այդ հաստատելու, անցկացնելու եւ այլն։ Բայց ինքը այն ինչ որ ես տեսնում եմ, այսպես մի բան, որը ես կանվանեմ հայ ժողովրդի ինքնակազմակերպման եւ ինքնակառավարման համակարգ։ Եթե այս երկիրը ղեկավարելու են անհատ անձիկ, խմբեր, կուսակցություններ միայն եւ այլն, ապա մենք անդադար ունենալու ենք կորուստներ։ Մեզ պետք է սովորել կառավարել նոր ձևով։ Այն կառավարման համակարգը, որը աշխարհը հին գնացող հիմա մեռնող աշխարհը հաստատել է, չի աշխատելու այլևս։ Ես ուզում եմ ձեզ ցույց տամ դեմոկրատիայի են հիմնական կենտրոնները, որ այսօր կան, ասենք Եվրոպայի Միացյալ Նահանգները, տեսեք Միացյալ Նահանգներում ժողովուրդը արդեն հավաքվել է եւ ապստամբություն է բարձրացել, ուզում է գրավի Wall Street-ը։
այսինքն նրանց այդ փողի ձեռներեցության եւ այլի կենտրոնը։ Այսինքն մի կենտրոն, որտեղից կազմակերպվում է թե Միացյալ Նահանգների ժողովրդի թալանը, թե ամբողջ աշխարհի, որտեղ այդ տիպի կյանք է հաստատվել։ Այսինքն մարդիկ իրենց գնում են թալանված, իրենք տուն էին առնում, իրենք ինչ որ բարեկեցիկ կյանքով գացես թե ապրում են, մենք նախանձում էինք ամերիկացիներին, մեքենա ունի ամեն մեկը, կարծում ենք դա է բարձրագույն աստիճանը այսպես նվաճումների, նրանք հաստատեցին մի կյանք, այդ ամենը ստեղծեցին, բայց հետո ուրեմն մեկ օրում մեկ էլ պարզվեց, որ 100,000 մարդիկ կորցեցին իրենց տները, կորցեցին ամբողջ կյանքի կուտակումները, ձեռքբերումները եւ այլ, որովհետեւ ինչ որ այնտեղ խորամանկ մարդիկ ոստիտում այդպես էին ցանկացել։ Բայց չէ որ Միացյալ Նահանգները ունեն ազգընտիր պարլամենտ եւ ազգընտիր նախագահ, եւ այնտեղ կեղծիքների մասին ոչ ոք չի լսել։ Ինչ է այդ պարլամենտի կոնգրեսմենները, սենատորները չէին տեսնում ինչ է կատարվում, ինչ խաբեություն է պատրաստվում։ Բոլորը տեսնում են, բայց այդպիսին է այսօրվա աշխարհը, որ այդ ինչ որ ժողովուրդը իրենից դուրս կազմակերպում է որպես կառավարման համակարգ, դա վերջի վերջո շուռ է գալի իր դեմ, որտեղ աշխատում է նաև ագահ մարդու կերպարը աշխարհում։ Հիմա մենք պետք է հասկանանք, թե մենք որ ճանապարհ ենք գնալու, եւ ես ասում եմ, կան շատ լուրջ այսպես մշակումներ, ուսումնասիրություններ եւ այլը, որը թույլ է տալիս մեզ հաստատել նոր կառավարման համակարգ, երբ որ ուրեմն կառավարումը իրականացնում է ամբողջ ժողովուրդը։ Այն ինչ որ դուք անվանեցիք քաղաքացիական ֆորում, կառավարումը իրականացնող մարդն էլ հենց քաղաքացին է։ Հիմա ինչպես դա կազմակերպել։ Ուրեմն ես չեմ ուզում շատ հիմա երկար խոսել այս պահին, հետագայում երևի թե հարցերին պատասխանելով եւ այլը խոսենք դրա մասին։ Բայց ես համոզված եմ, որ մենք կարող ենք այդ համակարգը շատ արագ ուրեմն իրականություն դարձնել, շատ կարևոր է այդ գործի ադմինիստրացիան, որը ես տեսնում եմ երիտասարդությունը պետք է լինի, ադմինիստրացիա, որ ասում եմ, ոչ թե նշանակում է հրամանատարները նրանք են, ով գիտակ են այս կամ այն բնակավարում եւ այլն, ոնց որ հիմա, որ հանձնախմբերը կազմակերպել եք, ոչ թե դուք եք ասում տնտեսությունը ոնց անել, այլ հնարավորում եք մասնագետ մարդկանց, նրանք ասում են, բայց դուք այդ ամփոփում եք, դուք դա դարձնում եք ինչ որ մի նմուշ, որը աշխատելու է հասարակության։ Հիմա այդ նույնը կարելի է անել ամբողջ կյանքի բնակավարում եւ դա այնպես անել, որ արդեն դառնա հրամայական։ Այ ինչպես դա անել, մանրամասն խոսենք, ես շատ ախոսեմ։ Շնորհակալություն պարոն Մանուչարյան, պարոն Սերֆիլյան։ Չէ, վերջում։ Ուրեմն վերջում։ Ես չեմ բարով։ 2007-ին ես Մանուչարյանի փորձը չունեմ, որ այդքան բարձր կարողանամ հանգիստ խոսալ, բայց փորձեմ։ Ես էլ առաջ չունեի, հետո սկսեցի խոսել ստացվել։ Միասին քնենք, ոչ։ Ուրեմն 2007-ին երբ այսպես ասած վերսկսեց նոր համախմբման փորձը, բոլորս հիշում ենք, եւ 2007-ի ավարտին ուրախալին այն էր, որ արդեն մեզ բոլորիս հաջողվում էր արդեն հաջողվել էր մեր ժողովրդի տարբեր շերտերի ներկայացուցիչներին համախմբել ինչ-որ գաղափարի շուրջ, որը այդ օրերին հստակ ձևակերպում էր Տեր-Պետրոսյանը։ Այսինքն ես կասեի աննախադեպ բան դեղ ունեցավ մեր 15-18 տարվա ընթացքում, որ գաղափարապես հայացքներով հագաթիր անձնավորություններ, խորապես հագաթիր անձնավորություններ, գաղափարական իմաստով, ոչ մարդկային իմաստով, կարողացան լեզու գտնել։ Ես չէի պատկերացնում, որ մի օր Ալիկ Արզումանյանի հետ կարող եմ ընկերություն անել։ Չէի պատկերացնում, այդ ընկերությունը մերը սկսեց անշուշտ բանդից, այդ ընկերության նաև այս ռեժիմն էլ ամիջայլոց օժանդակել, որ մենք իրար քխի համախմբվենք, միան մեր շնորհքը չի եղել դա, կամ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ես կարծում եմ հագարակը նույնպես, այսինքն չենք պատկերացնում, որ մի օր կարող ենք նույն խրամատում լինել։ Ես համոզված եմ, որ մենք ճիշտ ենք արել 2007-ին, ճիշտ ենք արել 2008-ին, որովհետեւ մենք մեկ կողմ տնենք մեր քաղաքական ակասությունները եւ գլխավոր խնդրի շուրջ համախմբվելով դուրս գալ այս իրավիճակից։ Դուրս գալ սկսիլ, որովհետեւ միանգամից չի լինելու դա։ Դժբախտաբար 2008 մարտի 1-ից հետո սկսեց հագարակ ընթացքը,
որին ես ավելի ակտիվ մասնակցել եմ 2008 հունիսին ես դուրս եմ եկել բանդից, ավելի ակտիվ փորձել եմ միջամտել եւ դժբախտաբար իմ բոլոր փորձերը համախմբումը ոչ միայն բաբանելու, այլ նաեւ մեծացնելու ապարդյուն են անցել տարբեր պատճառներով։ Ես չեմ ուզում այսօր մենք մեղավորներ ընտրենք, բարձ է որ գլխավորը նորից մեր եթե ինչ-որ այս պահին ես քննադատական խոսքեր ասեմ Դավիթի վերակրվի Տեր-Պետրոսյանին, դա բնական է, որովհետև նա է, այսպես ասած, գլխավոր դերում կանգնած, նրա խոսքն էր, գլխավոր ուժ առնողը, այսպես ասած, ընդդիմադիր դաշտում։ Քննադատությունը, որ իմ կողմից եղել է հաջող եւ այսօր էլ կարող է հնչի, դրա նպատակը քննադատելը չի, այլ ճիշտը գտնելն է։ Գուցե ես իմ քննադատություններում սխալվեմ, բայց ես այն մարդն եմ, որ միշտ ազատորեն իմ կարծիքը հայտնել եմ եւ կարծում եմ, որ ճիշտ այդպեսին է, Եվ ես վստահ եմ, որ մեր քաղաքական էլիտայի ճակերտների մեջ Վերնախավի, Ընդրանու պրոբլեմներից մեկը նաև այս 15-18 տարիներին իրենց միտքը ազատ չհայտնելու մեջ է եղել եւ այդ պատճառներից մեկը, որ մենք այսօր ասել ենք այս ճգնաժամին, դա է։ Ուզում եմ ասել, որ Ընդրանի որակական փոփոխության շեմին մենք կանգնած ենք այսօր։ Ես չեմ ուզում ասել, որ ես եմ այդ դիպարը, այլ ես ասում եմ, որ այդ խնդիրը մենք պետք է տնենք։ Գլխավորապես այստեղ ես կարծում եմ, որ փոփոխությունը պետք է լինի երիտասարդության միջոցով։ Երիտասարդությունը պետք է գա երեք սերունդի փոխարինի, էստաֆետը պետք է փոխանցվի արդեն, հասունացել է։ Նիկոլը երեք սերունդից չէ, երիտասարդ սերունդից է։ Երեք սերունդը պետք է հոժարապես, Աշոտ Մանուչարարեն երեք սերունդ է։ Պետք է հոժարապես իրենց օրհնությունը փոխանցեն երիտասարդ սերունդին, հնարավորինս ազնիվ մաքուր մնացած մարդկանց։ Հիմա վերադառնամ ինչ տեղի ունեցավ, այսինքն երբ որ ես ասեցի սխալ ուղղությամբ սկսեցինք գնալ եւ մեզ չհաջողվեց այդ համախմբում ոչ միայն բահբանել, այլ նաեւ շրջանակը մեծացնել, որտեղ մենք բարտավոր էինք շրջանակը մեծացնելու, որովհետեւ 2007-ի վերջավորության մինչև 2008-ի փետրվարյան ակտիվացումը օր-օրի մենք ավելի լավ ենք իրար հասկանում, օր-օրի։ Եվ ես երբ որ բանդից դուրս եմ եկել, աննախադեպ մթնոլորտ էր, մարդկային չեր մթնոլորտի իմաստով աննախադեպ էր, անշուշտ մինչև որ դուրս գալը մեզ բապնում էին, հեռախոսով գապի մեջ ենք, բայց ուղղակի դուրս ելել շփվելը դա ուրիշ է։ Նույն շարժումը, որ համագարկվում էր համապատասխան գրասենյակից, այնտեղ նույնպես մթնոլորտը շատ այսպես ասած եղբայրական էր։ Շարունակում ամանալուց։ Դժբախտաբար շարունակվեց այդպես մնալ իմ կարծիքով։ Չէ, այնտեղ եղբայրական էր։ Հա, Կարողաբադայի մենք դարձանք խորտ եղբայրներ։ Ուրեմն դժբախտաբար այդպես տեղի չունեցավ, այսինքն հակասությունները, սխալները իմ կարծիքով սկսվեց, նորից եմ ասում, սխալները, որ հիմա ուզում ենք մատնացույց անել, դա երբեք նպատակ չի հետապնդում որևէ մեկին ինչ-որ դատապետել, սա չի նպատակ։ Մենք բարտավոր ենք սխալները իհայտ բերել, որ նույն սխալները չկրկնենք, մենք նորից միասին գործ ենք անել։ Նույն մարդկանցով նույն խրամատում ենք լինելու, ես չեմ կասկածում։ Որտեղ մեր երկիրը օկուպացված է, այստեղ սա շուրջ բան չկա, վեճ չկա։